Unboxing Zara-ից։ Ուզում եմ սկսել այս փոքր արկղով։ Իրա մեջ ընդամենը, մի հատ պայուսակա։ Այնքան ուզեմ, որ ես լինեմ, չգիտեմ, Zara-ում փաթեթավորող, որովհետև այս մեծ կա արկղի մեջ, այս ուժուր պայուսակը դնելը առնվազն հանցագործություն է։ Հաջորդը, այսպիսի մեծ արկղ, որ սովորացրեք ինձ էլի ես բացել, ես լուրջ եմ ասում, չգիտեմ։ Առաջինը, որ այնտեղ կա, այս անթև, ինչ է սրանում, չգիտեմ սրանում, ես ռուկավ կա։ Ես շատ կուզենամ, որ դասականը գերակշռի իմ պահարանում, իսկ մնացածը արդեն, բայց կոճակները ընդհանրապես լավ չեն կարված։ Այն տպավորությունն է, որ հեսա կընկնի վրայից։ Ես շատ եմ սիրում սենց, ինչ է սրանում է։ Մի խոսքով, պիջակ։ Լավն է։ Հաջորդը, այսպիսի, սպիտակ մի փոքր սենց, խրճ ես չգիտեմ այդ բառերը ոնց, պերլամուտովի, կներեք, այդ ընց վերնաշապիկ է, հիշեցի, շատ լավն է, շապիկա, վերնաշապիկա, չգիտեմ, մի խոսքով, շատ լավն է, ես այս գույնի իրենցից էլի պատվիրել էի զգեստ, ու հիմա սայն հաճիկով գրել եմ, հիշում շալվարներով, շալվար, իսի, չգիտեմ ոնց բացապում, ինչ ասա, սենց մեջ կբաց, ստորից կապվող, վեր, վերնաշապիկ, մայկա, չգիտեմ, սրանից, վերջինը, ինչը զարմանալի է բոլորի համար, բայց, քանի որ ես չեմ օգտագործում, չեմ անում մատնահարդարում, ես միշտ օգտվում եմ հին տարբերակներից, դա նույն ինքը մանիկյուր, շատ լավն է, չգիտեմ, եթե դուք ևս չեք օգտագործում մատնահարդարում, բայց մեկու մեջ ուզում եք, որ ձեր մատներին ևս գույն տեսնեք կամ ինչ-որ մի բան, ես խորհուրդ եմ տալիս Zara-ի ոնց է սրանունը հայերեն, մանիկյուրները, որովհետև իրանք համ լավ նայուն են, համ հենց իդեալական մի շերտով բավարարվել կարելի է, շատ է։ Ես իմ գնումները գնահատում եմ այս անգամ 10-ից 9, մի հարցրեք ինձ, չգիտեմ, երևի փաթեթավորման համար, գնաց, առայժմ։